Աստվածօգնական Սրբազան ջան։ Լավ էլ ջան ես ասում, այդ տղա այսօր ես։ Նոր սկանդալի առանցքում Նաթան arքեպիսկոպոս Հովհաննիսյանին եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության ձայնագրությունն է, որն ըստ իշխող ուժի հետ կապվող լրատվամիջոցների ունի 2 տարվա վաղեմություն։ Մերը խաղալիք է ինչա։ Տղեն զոհված ինքը վիշտը ստիպտը գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթողիկոսը տեսնի ուրախանա, հրճվի։ Հենց այս ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Խոսակցության բովանդակությունից հայկական ժամանակի հաղորդմամբ հասկացվում է, որ Գարեգին II եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, սակայն որոշ հոգևորականներ ընդվզել են։ Քրեական վարույթը նախաձեռնվել է հավաք անցկացնելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու հատկանիշներով։ ՔՊԱ-ականները մեկը մյուսի հետևից գրառումներ են անում, սլաքներն ուղղելով դեպի վեհափառը։ Ռուբեն Ռուբինյանը գրում է, որ հենց սա է հակաեկեղեցական արշավը ու ոչ մի խոսք, թե ինչպես ձայնագրությունը հայտնվեց իշխանական լրատվամիջոցներում։ Մի երկրում, երբ որտեղ օրենքները երկրորդված են եւ իշխանության կամքն է առաջնային, բնական է, որ նման բաներ կլինեն, որ պահին ինչ պետք լինի, ծոցագրպանից կհանվի։ Թե ով եւ ինչպես է կատարել ձայնագրությունը անհայտ է։ Այն որպես ապացույց օգտագործելու 2 տարբերակ կա, ասում է փաստաբանը։ Կամ գաղտնալսումը պետք է իրականացվի օրինական կարգով դատարանի որոշմամբ, կամ եթե կողմերից մեկն է հեղինակը, պետք է բացահայտվեն գաղտնալսման նպատակն ու միջոցը։ Այդտեղ պարտադրանք որևէ մեկի կողմից անգամ չի նկարագրվում հավաքի մասնակցելու։ Ընդ որում ես այլ տեսակետից հարցին նաև կնայեմ, այդտեղ ուրիշ բանը նշмарվում նույն հոդվածի շրջանակներում եւ այդտեղ զրուցակիցը ասում է, որ ես ոնց գնամ հավաքի մամայիս հետ, մամայիս կքաշքշեն այնտեղ բռնության կգործադրեն։ Այսա պիտի քննվի։ Քրեական վարույթ նախաձեռնվել է կամ հետապնդում հարուցվել է արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։ Քննչական կոմիտեի խոսնակը պարզաբանել է, որ քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի փաստի առթիվ, ոչ թե անձի նկատմամբ։ Նկատի ունենալով, որ զրույցի մեջ ուղիղ խոսվում է կաթողիկոսի մասին, վարույթ նախաձեռնել այսպես թե այնպես ինքը չի կարող չդիտարկվել կաթողիկոսի դեմ սկսվող հետապնդման շրջանակներում։ Իշխանության գործիքները, որոնց միջոցով հարցեր է լուծում, շարունակում են մնալ քրեական վարույթներն ու հետապնդումները, ասում է Վարոսյանը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե որ հասցեից է սկսելու Վեհարանի այսպես կոչված ազատագրման գործը։ Վարչապետը հավատացյալներին հրավիրել էր Էջմիածնի կենտրոնական հրապարակ։ Օր ու ժամ ճիշտ է չէր ասել։ Պահանջը մեկն էր՝ քրիստոնեաբար ազատել Վեհարանը։ Այդ շարժումը, որ նախաձեռնվում էր, այդ Վեհարանը վեհի եւ այլն, ինքը տապալվեց փաստացի, չծնված։ Եվ ինչ պիտի անի իշխանությունը, որը արդեն հրճակել է, որ ինքը ինչ որ քայլեր պիտի ձեռնարկի, այսպես ասած ճակերտավոր հին ու բարի մեթոդները, իր քրեական հետապնդում, իրենք ուրիշ բան ոչ սովորել են, ոչ կսովորեն։ Իրենք միայն օգտվելու են այդ գործիքակազմից։ Նոր ձայնագրություն կլինի թե ոչ, իրավապահները միևնույնն է կանեն այն, ինչ Նիկոլ Փաշինյանը կհրահանգի, ասում է Վարոսյանը։ Այս ձայնագրությանը նախորդել էր Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորումը։ Միանգամից 54 քննիչ էր ներգրավել Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գործն առաջ տանելու համար։ Իրավական առումով Հայաստանում բռնատիրություն է, դասական։ Ստեղ իրավական առումով որևէ բան չկա քննարկելու, ընդ որում հաշվի առնելով են, որ իշխանության գլխին նստած մարդը ինքը չի թաքցնում ինչ է անում։ Այս առումով շնորհակալ լինենք իրեն, ինքը ազնիվ, նախորոք պատմում է, ինչ պիտի լինի, հետո լինում է դա։ Իսկ Միքայել Աջապահյանին Երվանդ Վարոսյանը խղճի բանտարկյալ է համարում։ Դա բռնատիրական համակարգի կլասիկ օրինակ է ու ասում է ավելի վատ է, քան քաղաքական բանտարկյալ լինելը։ Խղճի բանտարկյալը բանտարկվում է զուտ կարծիք ունենալու համար։ Պետք չի, որ դու քաղաքական ուղղություն ունենաս, պետք չի, որ դու քաղաքական հայտ ներկայացնես։ Ընդհանրապես դու ունես կարծիք, հասկանում եք, բանական մարդ ես, ունես կարծիք, մտածում ես ու քո մտածածը արտահայտում ես։ Որ իշխանությունը կարող է ուժայինների միջոցով մայր աթոռ մտնել, չի բացառվում, բայց թե դրանով ինչի կհասնի, հարցի այլ ավելի կարևոր կողմն է։ Ասենք թե մտան Վեհարան, հետո ինչ, հիմա շենք է, այդ ներսում գտնվողներին է դուրս հանեցին։
Կաթողիկոսին էլ Աստված մի արասցե տարան կալանեցին։ Հետո ինչ։ Միևնույն է, վեհարանը կտեղափոխվի Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Եթե այս հարցում կաթողիկոսը եւ բարձրաստիճան հոգեվորականները չնահանջեն, ինչ ուզում է թողան։ Հետո ինչ։ Որտեղ է ասվում, որ վեհարանը միայն էջմիածնում կարող է լինել։ Վեհարանը տարբեր տեղեր մեր պատմության ընթացքում եղել է, հիմա էլ կարող է լինել, ի՞նչ տարբերություն։ Ասենք կհավաքվեն Արփի Դավոյաննա, Վաննա, չգիտեմ ովքեր են ուտեղել, շատ քչերին եմ ճանաչում անում։ Կհավաքվեն լուլուն, բան կընտրեն ինչ-որ մեկին։ Հետո դա եղավ կաթողիկոս։ Տենց ամեն մեկս մեր կաթողիկոսին կընտրենք, կապրենք։ Բռնելու թեմային, բայց այլ կոնտեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արագածոտնի բնակիչների հետ հանդիպմանը։ Կաշարակեր ուտողներ, ինչի չեմ բռնել։ Ամեն օր բռնում են։ Հասարակ ժողովուրդը տեսնի։ Հերթով սաղին կապ։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։